Բոլորին թվում է, ես չգիտեմ ինչի, մեզ մոտ էլ խոսում եմ, մարդկանց մոտ ինչ-որ բան չխկում է։ Մարդիկ չեն կարողանում հասկանան, որ ուկրաինական ազգը խիստ տարբերվում է ռուսից։ Դու չես կարա հենց հիմա դիրքը պահող Ազովին առանց բացատրելու ասես դիրքերը թող գնա Կիև։ Իրանք թուղթ բան կանեն, չինգաչկուկ խաղան, երկու հոգու կուղարկեն սաղ բրիգադից, որոնք կգան քեզ կկախեն հրապարակում, որտեղ դու հիմար ես ու դավաճանական հրաման ես տալի, կվերադառնան այնտեղ։ Դուք չեք կարող ստիպել, որ ուկրաինացիք տան ռուսներին Դոնբասի այն կտորը, որը ռուսները չեն գրավել, չեք կարող։ Բացառվում է դա։ Իրանք չունեն հեղինակություն։ Հասկանում եք, ինձ մեկ-մեկ ասում են, դե տեսար Արցախ, չէ, Արցախում Արցախի ղեկավարության համար Պուտինը պապա էր, իրանք իրանց հայրանումները ջնջում էին, գրում էին Վլադիմիր Վլադիմիրիչ Պուտինի։ Այդտենց ասենք, մեր մոտ ինչքան մարդ ինչքան անգրագետ, այդքան ավելի ռուսամետ։ Ցավոք սրտի դա տենց է։ Իսկ Արցախում ոբշե վատ է, իրանք լեզու չէին տիրապետում։ Մենակ ռուսերեն էին խոսում, անգլերեն չգիտեն աշխարհում ինչա կատարում։ Բայց Ուկրաինայում տենց չի։ Ուկրաինայի համար ռուսը ոնց որ մեր համար թուրքը։ Չեն կարողանում մարդիկ ասել, ապա նույն ազգն են։ Ոչ, նույն ազգը չեն։ Ռուսները բան են, ֆինո-ուգորական են։ Թուրքական, ֆինո-ուգորական ազգ են։ Ուկրաինացիք չէ։ Ուկրաինացիք սլավոն են։ Իրականությունը այնպեսին է, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի մեջ կա սեպ, այսինքն կա չանհասկանալի մի հարաբերությունների կծիկ, որը որոցիկ է չի լուծում։ Այո, դա այդպես է։ Որքանով է Պուտինի ազդեցությունը տեղ տոկոսային բանը։ Ոչ մեկս չգիտի, որտեղ դա կախված է նրանից, արդյոք Պուտինը գիտի Էփշտեյնի ֆայլերի բովանդակության, արդյոք Տրամպը կատարում է ինչ-որ բաներ, որոնք ծրագրային դրույթներ, որոնք խոսքեր տրված Ռուսաստանին, արդյոք Եվրոպական միության երկրները այս կոնֆլիկտի մեջ տեսնում են Ուկրաինան որպես սկզբնաղբյուր պատճառ եւ հենարան։ Այսինքն Ուկրաինայում պատերազմն է դարձել տրիգեր այդ Տրիգերը այո, դա է։ Տրիգերը դա է։ Եվ խոսքը վերաբերվում է ոչ միայն ԱՄՆ Եվրամիությունն այս բանին, այլ ԱՄՆ ամբողջ բարևմտյան Եվրատլանտյան քաղաքակրթություն։ Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ, չնայած մենք դրա մասին չենք խոսել, Կանադայի վարչապետները հայտարարել, որ այն ժամանակները, երբ մենք հարավում ունեինք բարեկամ, վերջացել են։ Մենք այլևս բարեկամ չունենք։ Այսինքն, երբ որ Կանադայի վարչապետը ակնհայտորեն արտաբերում է, որ Կանադայի հարավում այլևս բարեկամ չկա, դա նշանակում շատ բան փոխվել է եւ այստեղ ոչ միայն ՆԱՏՕ-ի խնդիրն է, եւ խնդիրը շատ ավելի լայն է, քան Պուտինը սեպ խրեց ՆԱՏՕ-ի մեջ։ Այո, Պուտինը շատ էր ուզում եւ այո, քանի որ ուկրաինական պատերազմը դա տրիգերներ եւ Պուտինի վարքը այսպես թե այնպես, որը Տրամպի թույլտեղը գտել է։ Այսինքն ասում է, արի ես քեզ լիքը փող կտամ։ Մեծ Բրիտանիան սրանից 2-3 շաբաթ առաջ մոտավորապես այն ժամանակ, երբ համաձայնություն տվեց որոշ չափով համաձայնություն, ինչ որ մի փուլը տայֆունների, Eurofighter տայֆունների Թուրքիային, որ համաձայնություն տվեց, մոտավորապես այդ ժամանակ Բրիտանիան նաև հայտարարեց, որ ելնելով այն փաստից, որ տաք պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ չկա եւ ԵԱԿ-ն այլևս սահմանափակումները չի կարողանում հիմնավորի, մենք հանում ենք սահմանափակումը Հայաստանի եւ Ադրբեջանի վրայից, որպեսզի եւ Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն ունենան բրիտանական զենք զինամթերք առնելու։ Այն ժամանակ ինձ դա բավականին ուրախացրեց, բան էր, էլի, որտեվ մեծ հաշվով մենք իհարկե Բրիտանիայից բան չունենք առնելու, որովհետեւ ցավոք սրտի մեզ մոտ դեռևս սովետական դպրոց ուժեղած բանը լիներ Ֆրանսիայից կառնեինք, որտեղ նաև վերապատրաստումն անհնարավոր։ Բայց այդտեղ կա վտանգ, որ բրիտանացիք տայֆունների, Eurofighter տայֆունների հետ միասին, որը տալիս են Թուրքիայի, հաշվի առնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակների հետ համակցության ու համատեղ աշխատանքի հետ պայմանագրերը եւ դոկտրինը, ես վտանգ էի տեսնում, որ կարող է իրանք փորձեն Eurofighter տայֆունները առաջարկեն նաև Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանը շատ ավելի մեծ գումար ունի։
Եվ այստեղ ուրիշ բան կա, որ Թուրքիան այդ գումարը չունի եւ Էրդողանը կարա իր կրտսեր բանին ոչխարիկին, որը նստած է ապշերոնում, խնդրի, որ իր խամջան իմ համար մի 20 հատ փող տուր։ Ну, այն էլ նի բուտ դուրակում, ինչպես ասում, կարա ասի դե 5 հատ էլ ես ինձ եմ ուզում։ Եվ ստեղ ես այս վտանգը տեսնում էի, սա դեռ դուրս չի եկել այս վտանգը, ես ասեմ, որ հանգարց չուրախանակ, որ այս J-17-ն առը, JF-17-ները պակիստանական, որոնք մեծ հաշվով Su-30-ից էլ աղբ են, բան չի, հարցի լուծում չի, իրանք էլ են դա գիտակցում, որ դա հարցի լուծում չի, բայց իրանք ուզում են դրանց թիվը հասնեն 40-ի, ճիշտ են անում, այսինքն իրականում բազմաեշելոն պետք է լինի, մենք էլ տենց պետք է անենք, եթե մի օր օրերից մի օր մեր կառավարությունը, ասենք, պաշտպանության ոլորտով զբաղվեն մարդիկ, ովքեր հասկանում են գործից, ոչ թե պատահաբարեկին։ Դու մի մեծ քանակի ունենում ես բան, ռասխոդնիկ, այսինքն կործանիչներ, որոնք գնան թանկ չեն, կարևորը որ իրանք թանկ չեն, իրանք կիրառումը թանկ չէ։ Եվ հիմնական կոպիտ ասած երկրորդ էշելոնը, քո հիմնական պաշտպանությունը, բարձր որակի կործանիչն է։ Այսինքն եվրոպական։ Մեր դեպքում դա կարա լինի, ասեմ, չգիտեմ, Գրիֆեն ու Ռաֆալ։ Հիմա Ադրբեջանի դեպքում դա կարա լինի JF-17-ը եւ Eurofighter Typhoon։ Կա։ F-16-ների մնացորդները Թուրքիայից որ մնան։ Այսինքն ամեն դեպքում մենք պետք է հասկանանք երկու բան։ Ադրբեջանը չի դադարում զինվել։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Ճիշտ է, ես հիմա ոնց որ նայում եմ Ադրբեջանը պատրաստվում է նախորդ պատերազմի փառքաստու, որտեղ մի քիչ մեծամտ ցանկացած հաղթողի մոտ տենց է, ինքը մեծամտաբար այդ հարցին մոտենում, ինքը տենց այն ինչ որ ինքը հիմա անում է, ինքը ոբշում ապագա պատերազմի համար չի։ Մենք հենց ժամանակ ու շանս ունենք։ Լավ չհասկացա, ինչ է նշանակում։ Ինքը պատրաստվում է ուկրաինական պատերազմի 22 թվին։ Այսինքն օթային գերակայություն, կործանիչներով, պատերազմի անցկացման տրամաբանությունն է։ Հա, տակտիկայի մասին է խոսքը, չէ, տենց ինչ-որ բան չի։ Բայց այն որ իրանք պատրաստվում են Հայաստանը ոչնչացնել Ռուսաստանի հետ միասին, դա ոչ դուրս է բոլոր քննարկումների։ Եթե Ռուսաստանը մնաց կենթանի, մենք կստանանք պատերազմ, ինչքան ավելի կենթանի մնա Ռուսաստանը ուկրաինական պատերազմից հետո, այդքան ավելի արագ եւ այդքան ավելի կործանիչ մենք կստանանք պատերազմ։ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը մեր տարածաշրջանում ընդհանուր առմամբ իրանք բանով են, համահունչ են։ Ինչպես է դիտարկում Հայաստանը եւ Ադրբեջանը այդ երկրները։ Իրանք դիտարկում են, որ պետք է հանգիստ մնան, իրանք դիտարկում են ավելի շուտ Ադրբեջանը որպես կանխարգելիչ ուժ Ռուսաստանի եւ Իրանի դեմ, բայց մենք գիտենք, որ Իլխամի մտքիներն ա։ Մենք գիտենք, իրենք չգիտեն։ Ենթադրում եմ, որ մտածում են, թե մենք չափազանցնում ենք։ Եվ քանի դեռ ես չեմ տեսնում առնվազն, որ մեր արտգործնախարարությունը կամ արտաքին հետախուզությունը չպետք է տեսնեմ, բայց արտգործնախարարության մեջ այդ ազգային ժողովի, միջազգային կապերի հետ կապված այդ որ դելեգացիաներ են գնում բան, ես չեմ տեսնում այդ գիծը, որ իրանք տանում են, որ մի տոշ չենք հավատում Ադրբեջանին, այլ մենք ավելի հզոր, ավելի ուժեղ երաշխիքներ ենք ուզում այս ամեն ինչի համար։ Եվ ինչու եմ ես վստահ, որովհետև այս տրիպը որ սարքեցին, ոչ մի երաշխիք ամենից չուզեցին։ Ընդհանրապես ոչ մի։ Չնայած որ դա Ուկրաինա չէր, ինքը կարար ուզեր, Նիկոլը կարար երաշխիքներ ուզեր։